Հրապարակ օրաթերթը գրում է. Վիլեն Գաբրիելյանի մանդատից հրաժարվելու որոշման հարցում ՔՊ-ում հակասական տեղեկություններ են պտտվում։ Նրա մտերիմները վստահեցնում են, որ որոշումը Վիլենինն է, որ օյաղանալուց հետո նա անձամբ դիտել է Գյումրիում իր արկածների տեսանյութերը եւ հասկացել, որ անվայելուչ վարք է դրսեւորել, ու մտերիմներին վստահեցրել է, որ պարտավոր է պատասխան տալ, ու մանդատից հրաժարվելու որոշումը Գյումրու դեպքերի հաջորդ օրը չի հրապարակել միայն ընկերների խնդրանքով, որոնք փորձել են համոզել, որ հետ կանգնի։ ՔՊ-ի մյուս թևը ճիշտ հակառակն է պնդում։ Վիլեն Գաբրիելյանը նախապես իմանալով, որ երեքշաբթի օրը վարչությունում իր հարցը լուծվելու է, առաջ է ընկել ու տարածել նման հայտարարություն։ Գյումրու դեպքերի հաջորդ օրը նա եղել է ազգային ժողովում, շփվել գործընկերների հետ եւ լուտանքներ ստացել նրանցից, թե ինչպես կարող էր խայտառակել իրենց։ Երեկոյան, երբ տեղեկացրել են, որ իր հարցը հասել է վարչություն ու պետք է ներկայանա բացատրություններ տալու, շտապել է հայտարարություն անել։ Մանդատից հրաժարվելու հայտարարությունում նա նշել է. ազգային ժողովի падգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ եւ տեղեկացրել է, որ ինքն առաջադրվում է ՔՊ կուսակցության վարչության առաջիկա ընտրություններում, որպես վարչության անդամի թեկնածու։ Ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունն ունի լրջագույն առողջացման եւ կերպարանափոխման կարիք, գրել է Վիլեն Գաբրիելյանը, առանց մանրամասնելու, թե ինչ առողջացման մասին է խոսքը։ Հրապարակ օրաթերթի աղբյուրի փոխանցմամբ վերջին միտքը եւս հուշում է, որ Գաբրիելյանն ինքնակամ չի հեռանում եւ ակնարկում է, որ կուսակցությունում հիվանդներ շատ կան, ինքը միակը չէ։